ուրեմն կամ հայտարարում ենք ընդհանրապես պայքար չկա։ Չէ, պիտի հայտարարենք։ Ճիշտ է, կամ պիտի ասենք Անժելա ջան, երկու ծայրահեղություն կա, որին ես դեմ եմ։ Մեկը հանձնվելուն եմ դեմ, միանգամից ասեմ։ Այն մյուս ծայրահեղությունն էլ է, որ սիրուն կոստյում շլվարը հագնվում ենք, փողկապավոր, սենց խորը իմաստուն դեմք ենք ընդունում, հայտնվում ենք եթերներում, ասում ենք ամեն ինչ շատ իդեալական ենք արել, հաղթելու ենք, այն հրեշը չթողեց։ Նախընտրության մտնելուց առաջ գիտենք ում հետ ենք մտնում մրցակցության մեջ, ճիշտ է։ Հետևաբար պիտի այդ բոլոր բանը մի տարի առաջ ռեպրեսիաները սկսվել է, ընտրության ժամանակ չսկսվավ։ Ընտրությունից հետո ընտրությունների ժամանակ է ռեպրեսիա սկսվել։ Ոչ, ուղիղ մի տարի առաջ այս մարդը ասում եք ինչի, հələ տեսեք հատկապես, ինչի օրինակ հատկապես ինչ է հատկապես թիրախավորը եկեղեցուց բացի խոշոր կապիտալի երկու ներկայացուցիչ չի։ Շատ պարզ պատճառով իր վերահսկողությունից դուրս կապիտալը կենսական մահացու վտանգ է համարում։ Չէ, դու խլում ես մարդը դա վերահսկողությունից դուրս է նշանակում է խլելու խնդիր է դնում։ Ինչի երկուսի մոտ էլ խլեց համակարգաստեղծ ձեռնարկությունները, հեց եւ Արարատ ցեմենտ։ Որտեվ համակարգաստեղծ բիզնեսը ուրիշ բան է, դա նաև մարդկանց ներառականությունը ապահով։ Դա ռեստորան չի էլի, որ Չէ, իհարկե ինքը այնտեղ ձախողելու է հեծում, այնտեղ մեծ խնդիրներ կան, Արարատ ցեմենտն էլ է վերջո ձախողել։ Վարկային ահռելի պարտավորվածություններ կան դրսի հետ, բաներ կան, այդ ինքը պարզ է, նույնը Արարատ ցեմենտում կա, դա այդպես չի որ։ Դա ումից է, որտեղից է դուրս։ Հարգելի Անժելա, այդ ձախողումը նստելու է հարկատուների վրա։ Նիկոլ Փաշինյանի հորտնից չեն գնալու այդ դուշտուգանքը անեն։ Այսինքն դա այդ մեզ չպիտի մի խիթարի եւ երկրորդը կա անդառնալի վնաս կատեգորիա, հասկացեցիք։ Այսինքն հետո բարոյապես կարող են համարել, որ ես ճիշտ եմ, օրինակ, ինչ-որ հարցում։ Նույնիսկ ինչ-որ կոմպենսացիա կարող են ինձ տալ։ Բայց եթե ես կայացած բիզնեսը արդեն կորցրել եմ, կամ անդառնալի վնաս ա եղել իմ առողջությանը, կամ անդառնալի ինչ-որ բան ա եղել, ումա պետք է այդ բանը կոմպենսացիան։ Հասկանում եք։ Հիմա սակարկում են, չէ՞, ասենք 600-700 միլիարդ հա, թե միլիոն խառնեցի, հեցի արժեքը մի խոսքով սակարկում են, 5 միլիարդ դոլար հա իրականում, իրանք ավելի փոքր թիվ են գերում, 5 միլիարդը գերազանցող հիշեցի, ավելի փոքր թիվ են, գերական հանրային շահի ճանաչում, Արարատ ցեմենտի պարագայում նույն բանն են անելու, մարդը գնում է շատ հստակ երկու բան, գաղթի պլանել չի, շատ պարզ ասում է, ընդդիմություն Հայաստանում չպիտի լինի, ընդհանրապես որևէ դիմացում, որևէ բան չպիտի լինի։ Եվ պիտի կուլակաթափ լինեք, որովհետև իր ներքին եւ արտաքին կորատերները բացահայտել են իր համար իր իշխանության ամենաթույլ տեղը։ Ասել են դու պիտի ստեղծես սեփական օլիգարխիա։ Սեփական։ Չէ, դուք սխալ եք, որտեվ ինքը ստեղ ուրիշ խնդիր ունի, դրանով չեմ բավարարում։ Ինքը ձեռքի հետ էլ արդեն նախ ձեռքի հետ չէ, արդեն մենք տեսել ենք այս ամբողջ իր գործունեության փուլում ինքը ինչ է արել, նախ բերել է 3 պատերազմ եւ Հայաստանի Հանրապետությունը Արցախը տվել է։ Հետո առաջի կետով ասեցի։ Հայաստանից արդեն ինչ որ մի մաս չկա, հանձնվել է դա եւ ինքը դուք կարծում եք Արցվաշենը պատահական էր, որ խոսեց, այսինքն հող է նախապատրաստում ինչի համար, Տիգրանաշենի եւ հաջորդի եթե Տիգրանաշենը կտրում են Սյունիքը տալու, եթե ամեն ինչ այդպես բան լիներ, հիմա ասեք մեր հետևորդներն կասեն, հա դե ինչա պատահի, ավելի լավ թող խլի, ավելի որտեվ դե չար են, չէ՞ մարդիկ, ավելի լավ թող խլի, բայց այդ խլելու տակին չէ, այդ արտաքին բաները էս։ Աս մարդիկ էլ կան, զարմացած, ասում են լավ այդ բիզնեսմեններից ինչ ուզում, հեսա կհանգստան, այս բացատրեմ ինչ ուզում։ Ուրեմն խոշոր կապիտալը, եթե մանավանդ քաղաքական հայտ է ներկայացրել, ասենք Սամվել Կարապետյան, Գագիկ Ծառուկյան, հա։ Ինչով առանձնահատուկ։ Այդ մարդիկ ակամայից ներդրում են անում ազատ խոսքի, ազատ մտածողության, մարդկանց միած շերտի վրա, որ քաղաքականություն է ստեղծում։ Այսինքն այս երկու մարդկանց թիրախավորելով ինքը հարյուրավոր մարդկանց ակամայից բանա, մատում է պարապուրդի, չէ՞։ Տարական ռեսուրսներից կտրում է բազմաթիվ կառույցներ եւ այլն։ Իհարկե նաեւ այդ կառույցներով, այս տեղերով է, չէ՞, այդ նույն էլիտան ձևավորվում։ Իսկ էլիտա ի՞նչ է նշանակում։ Էլիտա նաեւ նշանակում է, որ ինքը իր
անձնականից դուրս, ինքը նաև մտածում է մյուսների մասին, չէ՞։ Որոշակի բան աշխատեց ինչի պիտի անի, նաև ձեր համար է։ Որոշակի միջավայր ունեցող մարդիկ են, որոնք արդեն համազգային նպատակների համար են աշխատում։ Այո, գերնպատակներ ազգային Հիմա ուզում նպատակների այդ համար։ մարդկանց Ինչու, որովհետև հրապարակում Տիգրանաշենի, Սյունիքի, Սահմանադրության հումանիտար իրավունքի գրեգ շահագործման վերադարձի կոնցեպտը հիմա որ մեկը ասենք, ի վերջո չէ, բայց ավելի սարսափելի բան է այնքան։ Հայաստանը վերածում է հակառուսական պլազդարմի։ Այս ձեր նշածները շատ կարևոր են այդ իրեքը, որ նոր ասեցինք։ Բայց հավատացեք իրաց գլոբալ հետևանքով երկրի ստրատեգիական կուրսը փոխել ավելի վտանգավոր է, քան այս ձեր նշածները։ Հակառուսականությունը ուր բերեց Ուկրաինա, ընդ որում արդեն զգուշացնում են Ռուսաստանից։ Այնպես չի, որ ոնց որ նախկին տարիներ աչք են փակում, արդեն պարզ եւ բաց դրա մասին խոսում են։ Այսինքն մի կողմից կրակ ու հուր այնտեղ Թուրքիան, Ադրբեջանն է, որ խժռում են, բերելու են մյուս պատերազմը մեր գլխին, մյուս կողմից մի հատ դաշնակից ունենք, ում դարձնում է թշնամի, ում վրա է հույս դրել։ Շատ հետաքրքիր է։ Հույս դրել են իրենք շատ པարզ է, չէ։ Ես մեր ժողովրդուն վրա է հույս դրել։ Էլիտային ոտքի տակա տալիս, տրորում է քո գործարարին, քո հակառուսականությամբ կարողացած չէ թունավորել է ժողովուրդը։ Քո դաշնակցին թշնամի է դարձնում, այն մյուս հարևանու բաներն է քո ողերիմ թշնամիներն են 3 4 օրը նորից գլխատում էին քո երեխաներին, քո զինվորներին։ Ում վրա է հույս դրել։ Երբ որ sense հրճվանքով մտածում են ինչ լավ է Սամվել Կարապետյանի դա երկարաձգեց կալանքի մեջ է պահում Գագիկ Ծառուկյանին ստորացնելով տարած, չէ թեպետ ինքը ցույց տվեց թե ինքը ինչքան իր ստորացման ցույց տվեց որ անդունդի եզրին է իր ստորացման աշճանը։ Ուրեմն մեզ բոլորիս եթե նորմալ ընտանիքներում ենք դաստիարակվել, մանկուց սովորացրել են երկու շատ կարևոր բան տղամարդկանց։ Մենակ թիկունքից հարվածել չի կարելի։ Ոտքին պարորանալ է, չէ՞, տես խփ։ Ոտքին գոտկատեղից ներքև հարվածել չի կարելի։ Չէ, ամենակարևորը, այո։ Մարդկանց ամենակարևորը, եթե դու հարցակվում ես 3 հոգով մեկի վրա, դա 3 հոգ չէ։ Սիրելի հետևորդներ, եթե 3 հոգով ձեր որդին եւ ինչ որ երկուսը հարցակվել են մեկի վրա, ով որ ասեն կարող է հպարտան ասի, օրինակ իմ տղեն ես իմում հետ սրա վրա, ուրեմն դու շակալ ես մեծացել։ Այո, 3 հոգով մեկի վրա գնալ, դա կոչվում է շակալություն, շան ծնունդություն։ Ուրեմն իմացեք, եթե այդպես մեկը կա գնում է, ինքը իր համար թող իմանա ինքը շակալ է։ Կամ դրա մաման իմանա, որ ինքը շակալ է մեծացել։ Այսինքն տեսեք ինչ է կատարվում, տեսեք։ Հիմա մեր հասարակությանը փորձում են վարժեցնել ինչ-որ։ Այդ ձեր ադրբեջանիզացիայի մասին հարցին պատասխան եմ ասում։ Մեր հասարակությանը փորձում են վարժեցնել ինչ-որ արժեքների ու կանոնների, որոնք մերը չեն։ Հիմա մենք մեծ ճակատագրական կռվի մեջ ենք։ Մեզ մոտ կանանց մի հատ դրվագ պատմեմ, որտեղ լավ բան հիշեցրեցիք ժամանակին, ուրեմն Համազգային թատրոնի ղեկավարը գիտեք բանը Սոս Սարգսյանն եւ նաեւ Գեղարական ինստիտուտի ռեկտորը։ Այնտեղ ինչ որ չարաշահումների թեմա էր եղել եւ դա եկել կանգնել են կետի, որտեղ որ հաշվապահն է եւ հաշվապահը կին էր։ Ես հիշում եմ որ փոխանցեցի ասի որ Սոս Սարգսյանն ասել էր իմ վրայով ոչ մի բանով ես թույլ չեմ տալու, ես պատրաստ եմ ինքս, բայց չի կարող կին, հայ կինը գնալ, թույլ չեմ տալու, որ իրեն կալանավորեն եւ այլն, ինչ որ բաներ կամ իր վրա էր վերցրել, կամ իր կին այդ կին ինչ որ բաներ խոստովանել, այսինքն մեզ մոտ չկա, չէ, կնոջ չտանել։ Հիմա տեսեք ինքը Լիդիանին տարավ, Տաթև Արցախցուն տարավ, հիմա Արեքնան ուզում է ասել, որ տեսեք, սա կարող է ոնց որ Ադրբեջանում է։ Ուй դժբախտություն մի հատ բան ասեմ։ Նորմալացավ այդ երևույթը։ Չէ, չի նորմալացել։ Նորմալացել է, հասարակության մի զգալի մաս շատ ծանր տանում Լիդիանի կալանավորված լինելը։ Այն վաղ ասում եմ նորմալացավ, ինչի նկատի ունեմ, կամաց վարժում։ Չէ, հիմա ինքը քանի որ շատ հարվածներ է տվել միանգամից, հələ դեռ շոկի մեջ են, ես վստահ եմ, որ շատ շուտով այդ արձագանքը ուրեմն եթե մենք չենք ուզում մեր հասարակության արժի համակարգը փոխվի, իսկ ինքը ամեն ինչ անում է, որ դրան հասնի։ Պետք է դերևս կորսված չի պա։ Մի քանի ամիս հետո Աստված մի արասիկ, կորսված պայի մասին խոսենք։ Պիտի դիմադրության համակարգ ձևավորենք։
Առանց քաղաքական դիմադրության մարդիկ հոգնում են, մաշում են, վերջում Դե գիտեք, առանձին պայքարել հնարավոր չի։ Դե այստեղ խնդիրը միջև ընտրությունները, ես ասում եմ նախ եւ առաջ, բոլոր այդ ուժերը, այդ տխմարությունն իրեն թույլ տվեց նաև Թաթոյանից ուժներ դեն Հայկոյի մասին չեմ խոսում, դա բան է, սև ու սպիտակ բաժանած այդ մարդու մասին ինչ պիտի խոսեմ կամ մյուսները։ Նախ պիտի ազատագրվել նախկիններ թեմայից, որ Նիկոլը շատ լավ կերակրել է։ Ես ասում եմ, որ նիկոլականները նրա համար չի, որ մյուսներին չեն ընտրում, որտեղ նախկինների հարցը կա, ոչ, չկա այդ հարցը։ Նախ սրանից պիտի ազատվել եւ հիշում եք ընտրություններից առաջ Իշխան Սաղաթելյանը առաջարկեց, որ համատեղ ուժերով Գագիկ Ծառուկյանը ընդառաջ չգնաց, Սամվել Կարապետյանին ընդառաջ չգնացին, Թաթոյանը ընդառաջ չգնաց, տեղի չունեցավ դա։ Տեղի է ունեցել իրանց կողմից մեծ սխալ եւ բաց թողում։ Լավ, դա տեղի չունեցավ։ Ընտրություններին կանգնած էիք դուք բոլորդ, Սահմանադրական դատարանի առջև պիտի այդ հարցը քննարկվեր։ Ասեցին, որ պիտի Սամվել Կարապետյանն ասեց, որ մենք պիտի ստեղծենք եւ քննարկենք։ Ես ինչքան հասկանում եմ, դա տեղի չունեցավ։ Երևի ամեն մեկը մտածել է, ով պիտի առաջինը զանգի, հա? Ես չգիտեմ Դե, չէ, այսինքն հիմա եթե մենք, պարոն Սուրենյանց, բաց չասենք, որ ինչ սխալներ են թույլ տվել ընդդիմության առաջնորդները, կամ այն երիտասարդ ուժերը, որ առաջ էին եկել, մենք նույն սխալի առջև անդադար Անժելա ջան, մի հատ բան շատ հստակ է իմ համար։ Կոնսոլիդացիա պետք է, բայց դա հստակ բովանդակություն։ Ես հիմա ասում եմ արդեն երկու անգամ դուք սխալ եք թույլ տվել եւ կոնսոլիդացիա տեղի չունեցել առնվազն վերջին մեկ ամսում։ Բայց կոնսոլիդացիան մյուս կողմից իմիտացիայի մակարդակում չկինի։ Տեսեք, քաղաքական ուժերի կոնսոլիդացիան սիրուն բանը տեքստեր չպետք լինեն։ Սիրուն եւ բան։ Արեգ Նազմանուկյանի ձերբակալությունը դա բոլորի խնդիրը պիտի դառնա։ Գագիկ Ծառուկյանինը նույնը, բայց ես այն օրը ձեր եթերում ասել եմ, քաղաք կալանավորներին հələ շարունակում ենք մերոց ձերոց բաժանել։ Այո։ Ինչ-որ տարօրինակ բաներ կա, որ իմ համար հասկանալի չի։ Դրա համար բերեցի ձեր եթերում Վարդան Ղուկասյանի օրինակը, ասեցի ես ու այդ մարդը արժի համակարգով լրիվ տարբեր ենք, բայց ինքը դասական քաղաք կալանավոր է, որովհետև պետությունը չի անդուրժել իրա որպես ընդդիմադիր մարդ։ Գյումրիի քաղաքապետի պաշտոնում ընտրվել է ու ընտրության պայից սկսած պետությունն իր բոլոր ռեսուրսներով այդ մարդուն հետապնդել է, որ վերել։ Պարոն Սուրենյաց, միջև հիմա, ուրեմն վերջին 2-3 տարին 21 թվականի ընտրությունից հետո Նիկոլը չէր հանդուրժում նրանց, այս կամ այն կերպ հանում էին, չի արանքից, չգիտեմ, ով էր սպանում, մեկին սպանում էին, համենայն դեպս միջև հիմա բացահայտված չի, կամ հող էիք ստեղծել, որ սպանեին։ Մի ընտրված թաղապետին սպանում էին, մյուսին կալանավորում էին, մյուսին կալանավորում էին, ճիշտ է։ Այո։ Ահա։ Սա նշանակում է, որ Նիկոլը մինչ այդ պահը չէր հանդուրժում նրանց, ովքեր որ իրեն հաղթել են։ Այո։ Գյումրիում հաղթել էին, Մասիսում հաղթել էին, Փարաքյարում հաղթել էին, Սպիտակում հաղթել էին, բազմաթիվ տեղեր համայնքային ընտրություններում հաղթել էին իրեն։ Հիմա այլևս ինքը չի հանդուրժում բոլոր նրանց, ովքեր որ ասում են ընդդիմություն ենք, դուրս են գալիս ընտրության։ Մասնակցում ենք, անգամ մասնակցությունը։ Այո, հիմա արդեն, հիմա եթե այս շարունակվի, առաջ միայն հաղթողին չէին հանդուրժում։ Հիմա արդեն մասնակցին։ Հիմա արդեն կարծիք արտահայտողին։ Այսինքն բավտորիտար, բան չենք ասում։ Ձեր նախորդուրը յուրը Տերենիկը ճիշտ էր նկարագրում վիճակը, բայց սողացող ավտորիտարիզմից էր խոսքը։ Սողացող ավտորիտարիզմ չի հիմա Հայաստանում։ Հայաստանում հիմա կայուն ավտորիտարիզմ է, որ ձեր ասած ազատ խոսքի այլակարծության որևէ դրսևորում այլևս չի հանդուրժում։ Կամ կգիտակցեն մոբիլիզացիան տեղի կունենա, կամ ուրեմն ամեն ինչ նորմալ է եւ Դե եթե մոբիլիզացիան տեղի չի ունենա, արդյունավետ համակարգեր չենք ստեղծի, ուրեմն կներեք, այս ընդդիմությունը արժանի այն բանին, ինչին արժանանում։ Մեր ժողովուրդը։ Մեր ժողովուրդն էլ եւ ես որ ասում եմ առաջինի իմ մասին եմ ասում, որ մյուսների։ Հիմա շատ կարեւոր պահ է այդ արդյունավետ համակարգերն ու ընդդիմության կոնսոլիդացիան անում ենք թե գեղեցիկ բաժակաճառեր ու բանա։ Այդ մեկ։ Երկրորդը պատկերացում ունենք փողոցային պայքարը ոնց են գեներացնում թե ոչ, դա երկու։ Երրորդը իրապես պատասխանատվություն կրում ենք ինչ որ ճանապարհային քարտեզով հանգրվանային հասնել իշխանապողության։ Մեկ անգամ ենք դուրս գալու, մի անգամ մի արարով ալնելու, կներեք այդ արդեն ասված բաները, այդպես Նիկոլ Փաշինյանի միտն ա եղել, հիշում եք այն ընդդիմության ժամանակ ասում են մի անգամ եմ փողոց դուրս գալու, հաղթելու եմ, ամեն անգամ նույն սցենարով չի լինում։
Ընդհակառակը ես տեսնում եմ, որ այս համակարգին կարանք հեռացնենք, եթե իր ատամները կոտրվեն մեր դիմադրության վրա։ Շնորհակալություն։ Մենք հանդիպելու ենք երկուշաբթի, պարոն Սուրենյան, ժամը 12-ին ու եթերում սպասեք մեզ։